Պարոն Կարապետյան, հեծը զրկեցին լիցենզիայից, բայց մի համատեքստի եմ ուզում անդրադառնալ հունիսին, երբ Սամվել Կարապետյանը ձերբակալվեց եւ պրոցեսներ մեկնարկեցին, փորձագիտական շրջանակներից տեսակետ հնչեց, որ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար Կարապետյանի կալանավորումը բացառապես արհեստական առիթ է Կարապետյանի ձեռքից հեծը խլելու համար եւ այն թուրքական ինչ-որ ընկերության օտարելու, նույնիսկ անուն ներգրվել Ակաս Ղազանչի հոլդինգի մաս կազմող ընկերություն։ Նախ սրան անդրադառնաք, լիցենզիայից զրկելուն ինչ է հաջորդելու եւ հավանական սցենար է արդյոք այս տեսակետը, հիշեցնեմ ռուս վերլուծաբան Արեշևի հոդվածում էր այս մասին տեղեկությունը։ Խնդրեմ սրան պատասխանեք եւ նաեւ աղոթքի նախաճաշի վերաբերյալ հարցադրումներ կան։ Առաջինը կուզեի ասել, որ մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը հեծի հետ կապված որևէ պրոցես տեղի չէր ունենում, այսինքն մենք չունենք ինֆորմացիա հեծի հետ կապված սեփականատիրության իրավունքների խախտման որևէ փորձ մինչև հայտնի հայտարարությունը։ Այսինքն ես կուզեի ասել, որ սկզբից եղավ հայտարարությունը, իսկ հետո եղավ հեծը, այսպես ասած, խլելու այս փորձերը։ Բայց մենք պետք է հիշենք նաև, որ միջազգային որոշումները Ստոկհոլմի արբիտրաժը չի կատարվում, Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին, որ չկատարի այսպիսի որոշում։ Կատարվել է ու կուզեի մեր հայրենակիցներին հիշեցնել, որ չնայած դրան այս ամեն ինչ կատարում է հեծի հետ, դա հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ նա պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այն հետևանքները բիզնեսի հետ կապված, որ մենք տեսնում ենք, որ մենք կրում ենք, մենք պատրաստ ենք կրելու այդ հետևանքները մեր համոզմունքների համար։ Մենք պատրաստ ենք, մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Այսինքն շատերը խոսում են, ասում են, որ մարդիկ, հայ գործարարները միայն գումար աշխատելու մասին են, բայց հայ գործարարները, շատ հայ ձեռներեցներ նաև ունեն գաղափարական մեծ հենք, որի արդյունքում նրանք պատրաստ են բոլոր ճնշումների, պատրաստ են ֆինանսական կորուստների, միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար։